Արտության, որ կարողացել ենք մենք նման ծանր պայմաններում ազատագրել Շուշին, որը բեկունային է Արցախի ազատագրական պայքարի համար, և կա նաև այդ ամոթի զգացողությունը, որ դավաճանության պարծեն արդյունքում Շուշին հազարից, որը դերից հետո Արցախի դրոսն է։ Այսօրվա կարգախոսը Շուշի վերադարձ լինելու է։ Ինչպես եք պատկերացնում վերադարձը։ Ելույթներից մեկում միտք հնչեց, որ դա հաջորդ սերնդի գործն է լինելու։ Այ առաջի հարցը, որ պետք է թույլ չտան, որպեսզի փակեն Արցախի էջը և հրաժարվեն վերադարձի իրավունքից։ Վերադարձի իրավունքը մեզանից որևէ մեկը չի կարող խախտել և դա լիարժեք կենսագործման հնարավորություն կլինի, եթե մենք Հայաստանում ունենանք իշխանություն, ով հետապնդի միջազգային հայտարարում բարձրաձայնի հետևողական։ Պարզը դա վաղը չէ, այսօրվա մասին չի խոսքի, բայց նախ պետք է պահպանել և ամրագրել այդ իրավունքը, հետո քայլեր ձեռնարկել դա իրականացնելու համար։ Այդ մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնելով, այդ ընկալումը առհասարակ կա նաև միջազգային գործընկերների։ Խնդիրը այդ հարցը հետապնդելն է, ու շատ կարևոր ամրագրել նաև այն ինչ տեղի ունեցել Արցախում, այդտեղ զտում և ցեղասպանություն։ Շնորհակալություն։